Սոսի հեռուստատեսության եթերում լուրը լատվական է, բարև ձեզ։ Dino Gold Mining Company-ն 4 միլիոն է տրամադրել Կապանի համար 8 նախակրթարանի խմբասենյակներից մեկի նորոգման համար։ Շինաշխատանքները արդեն 8 օր է սկսվել են։ Հավանաբար մինչև ապրիլի 7-ը Կապանի համար 8 նախակրթարանի միջին առաջին խմբի փոքրիկները կունենան գեղեցիկ բարեկարգ խմբասենյակ։ Նորոգման աշխատանքները արդեն սկսվել են, շինարարները փոխել են դռները, լուսամուտները, քանդել են հին խորհրդային տարիներից մնացած նորոգման հետքերը, հիմա պատերն են հարթեցնում, նոր էլեկտրական լարեր անցկացնում։ Խումբը, որ վերանորոգումը շատ անմխիթար վիճակի մեջ էր գտնվում, հատակը, դռները, ամեն ինչը, ննջանը, խաղասենյակը։ Վերանորոգումից հետո լավ պայմաններ կստեղծվեն մեր երեխաների համար։ Ամիսներ առաջ նախակրթարանի խոհանոցի նորոգումից հետո տնօրենը խմբասենյակների վատ պայմանները ներկայացրել էր Dino Gold Mining Company-ի վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանին։ Նա էլ խոստացել էր աջակցել ու արդյունքում արդեն 8 օրը շինարարները գործի են անցել։ 4 միլիոն դրամ է ծախսվելու խմբասենյակի նորոգման համար։ Կոմբինատի ֆինանսավորմամբ նաև նախակրթարանի սանհանգույցներն են հիմնանորոգվել։ Գոհ ենք, լավ աշխատում են, ինչ էլ որ մեր իրենց արածը դուրս չի գալիս, մենք ասում ենք, որ սենց ենք ուզում, շատ գոհ ենք աշխատանքից։ Շինարարական պատեր բան չի քանդվել, մնացել է նույնը, փոփոխություններն են, դռներն են փոխվել, պատուհաններն են փոխվել եւ գեղեցիկ երանգներով։ Մանկապարտեզում 5 խումբ է գործում, բոլորն էլ նորոգման կարիք ունեն։ Տնօրենը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի ու նորոգման հերթը մյուսներին էլ կհասնի, իսկ միջին առաջին խմբի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են մարզադահլիճ։ Սյունիքի մարզում մարդը կարիքի մեջ չեխական կազմակերպության, Հայ օգնության միության զբաղվածության և միգրացիոն ծառայությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ստեղծվելու է միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոն։ 30 ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում բազմակողմանի աջակցությունն է ապահովվելու աշխատանքային միգրանտներին։ Մարդը կարիքի մեջ չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը այս տարվա հունվարից իրականացնում է աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերադարձողների վերաինտեգրմանը ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, 30 ամիս տևողություն ունի, իրականացվելու է Հայ օգնության միության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ծառայության, տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության հետ համատեղ։ Հարավային 4 մարզերում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում բացվելու են միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոններ։ Ռեսուրս կենտրոնների նպատակն է լինելու աջակցել ուրեմն պոտենցիալ միգրանտներին աշխատաշուկայում ինտեգրվելու կամ եթե որոշել են մեկնել արտագնա աշխատանքի, իրազեկված մեկնել հետագայում անկանոն միգրանտ կամ թրաֆիկինգի զոհ դառնալուց խուսափելու համար։ Սյունիքում նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են 4 քաղաքներում սոցիալական աշխատողներ են ունենալու, ասում է միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը։ Նրանք սպասարկելու են Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի քաղաքներն ու հարակից գյուղական համայնքները, աշխատելու են միգրանտների ընտանիքների հետ, փորձելու են օգնել վերադարձողներին աշխատաշուկայում ինտեգրվելու, նաև վերհանելու ցանկացած խնդիր, որին առնչվում են միգրանտները։ Կտրամադրվեն նաև փոքր դրամաշնորհներ։ Նմանօրինակ ծրագիր իրականացվել է նաև 2009-2012 թվականներին, ասում է Տաթևիկ Բեժանյանը, ու լավ արդյունքներ են գրանցվել։ Ունեցանք 27 ֆինանսավորված փոքր բիզնես ծրագրեր, որոնք բացեցին նոր 110 աշխատատեղեր, 1000-ից ավել ուրեմն պոտենցիալ միգրանտներ վերապատրաստման դասընթացներ անցան, ավելի քան 500-ը տեղավորվեցին աշխատանքի։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև Միգրանտ AM կայքը, որտեղ Եվրամիության և ԱՊՀ երկրների միգրացիոն օրենսդրությունն է տեղադրված, գործում է նաև թեժ գիծ։ Կապանը կրկին փողային նվագախումբ ունի։ 2 ամիս տևած փորձերից հետո Արվեստի պետական քոլեջի շրջանավարտներից կազմավորված նվագախումբը ներկայանալի ծրագիր ունի։ Մնում է բարերարներն աջակցեն, որ խումբն անցնի կանոնավոր աշխատանքի։ Ամեն երեկո տարբեր մասնագիտություններ և աշխատանք ունեցող այս տղամարդիկ հավաքվում են Կապանի Արվեստի պետական քոլեջում։ Նրանք կրկին վերականգնվող փողային նվագախմբի տղաներն են, քոլեջի նախկին շրջանավարտներն ու բարձր կուրսի ուսանողները։ Արվեստի պետական քոլեջի տնօրենի նախաձեռնությունը լուրջ նպատակ ունի՝ քաղաքին տալ այն շուքն ու հանդիսությունը, ինչը միայն փողային նվագախմբի հզոր հնչյուններին է իզորում։ Նաև նոր սերնդի մեջ այս գործիքների հանդեպ սեր սերմանելն է։ Շրջանավարտների կազմով նաև ժողգործիքների խումբ է հիմնվել։ Կուզեմ, որ մեր բարերարները, մեր պետական այրերը նկատեն այս խմբերին
անպայման տեր լինեն, որպեսզի հարատևի։ Քաղաքին իրոք անհրաժեշտ են այս խմբերը։ Սա նաև կլինի դաստիարակություն մեր ապագա սերնդին, մեր երիտասարդությանը, իսկ քաղաքին դա կտա տոնական տրամադրություն։ Ցանկությունն ու աշխատասիրությունն իրենց տեղերում են, պայմաններն են բացակայում, որտեղից եւ ինչպես կարողանում են գործիքներ են հայթայթում, սակայն դժվարություններն այնքան աննշան են բռնած գործից բացվող հորիզոնների հանդեպ։ Խմբավար Սամվել Հայրապետյանը հպարտությամբ է կայացնում իր հոր մայեստրոյի Ֆելիքս Հայրապետյանի կյանքի նպատակը։ Շատ ուրախացա, որ Լիանա Գրիգորևնան ինձ առաջարկեց այս գործը իրար հետ ձեռնամուխ լինենք եւ կայացնենք փողային նվագախումբը, քանի որ այդ կարևորագույն գործը նաև մեր շատ սիրելի մայեստրոյի, ասինքն իմ հոր, նաև իմ հոր նպատակներից, կարևոր նպատակներից մեկն է եղել։ Ես կարևորում եմ փողային նվագախմբի դերն ու նշանակությունը այնքանով, որ մենք պետք է ցույց տանք մատաղ սերնդին մի բան, որ իրանց մոտ արթնանա արվեստի երաժշտություն, իրանց մոտ արթնացնենք երաժշտություն, արվեստ, սեր դեպի փողային գործիքները։ 2 ամիս տևած փորձերի շնորհիվ այսօր եւ փողային նվագախումբը եւ ժողգործիքների անսամբլը ներկայանալի ծրագիր ունեն եւ պատրաստ են քաղաքի միջոցառումներն իրենց մասնակցությամբ տոնախմբության վերածել։ Հերթական անգամ կապանցի ատլետները արտերկից վերադարձել են անձնական ռեկորդներով, ինչն էլ ոգևորում է առավել շատ աշխատելու, առջևում ամառային առաջնություններն են։ Սակայն նույնը չի կարելի ասել մարզվելու պայմանների մասին, դրանք տարեստարի վատանում են։ Կապանցի ատլետները արտերկրում եւս մեկ անգամ փայլել են իրենց արդյունքներով։ Փետրվարի 23-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց Բալկանյան երկրների առաջնություն։ Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ էր մասնակցում։ Նրանց մեջ էին նաև կապանցի 4 մարզիկները։ Հայկանուշ Բկլայանի անունը հեռուստադիտողը բազմից է լսել։ Այս անգամ էլ նա վերադարձել է անձնական ռեկորդ սահմանած եռացած ձևում 13 մետր 15 սանտիմետր արդյունքով։ Մրցումները շատ ուժեղ է եղել, հակառակորդներս ուժեղ են եղել, ճիշտ է, հակառակորդներ կային, որ ես իրանց հետ միջազգային մրցումներին հանդիպել եմ, պայքարել ենք միասին, մրցումներ եղել, նույնիսկ ես եմ հաղթել իրանց, մրցումներին եռացած ձևում եմ հանդես եկել, գրավել եմ 6-րդ տեղը։ Իսկ 14-ամյա Իրինա Պողոսյանը 1500 մետր վազքատարածությունում 7-րդ տեղն է զբաղեցրել։ Լևոն Աղասյանը հեռացածքում 4-րդ, իսկ Վալիա Ավակյանը 3000 մետր վազքատարածությունում 6-րդ տեղը։ Վերջինս եւս անձնական ռեկորդ է սահմանել։ Կապանից մայրաքաղաք ծախսերը հոգացել էր քաղաքապետարանը, իսկ արտերկիր մեկնելունը Ատլետիկայի ֆեդերացիան։ Ես լավագույն արդյունք եմ ցույց տվել, 4:55 եմ վազել 1500 մետրը ու գրավել եմ 7-րդ տեղը։ Սակայն ինչքան արդյունքները բարձրանում, այնքան էլ պայմանները վատանում են։ Տարեստարի կապանցի ատլետների մարզվելու հնարավորության շրջանակները նեղանում են։ Միայն սերն է սպորտի նկատմամբ ստիպում աշխատել ու ավելիին ձգտել։ Եվ անգամ շատ փոքր հնարավորության դեպքում կապանցի մարզիկները պատրաստ են արտերկիր մեկնել ու շարունակել աճել։ Եթե հնարավորություն լիներ Հայաստանում, եթե այս պայմանները լիներ, իհարկե առանց մտածելու Հայաստան դուրս կգայի, որովհետև Հայաստան պայման չկա, նույնիսկ մենք այստեղ ենք պարապում, 2 տարի արդեն ես ստադիոն ընդհանրապես չեմ մտնում, կոնկրետ մրցումներին ես պատրաստ այնտեղ եմ պատրաստվում մրցման, որ ես պետք է ասենք տեխնիկապես բաներ փորձեմ, ընդհանրապես չեմ անում։ Մրցման ժամանակ եմ ցածկերս կատարում, մրցումից մրցում միայն, որ պարապելու ժամանակ պետք է մենք տեխնիկան անդադ փորձենք, անդադ մենք այդ սեպակոշիկները հագենք, փորձենք, չունենք այդ հնարավորությունը։ Այդուհանդերձ մարզիկները շարունակում են աշխատել, առջևում ամառային մրցումներն են։ Ըստ Սյունիքի մարզի դատախազության մամլո հաղորդագրության դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը 2011 թվականի նոյեմբերի վերջերին անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելով նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012 թվականի հունվարին եւ փետրվարին, իսկ այնուհետև անչափահասի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի փետրվարի 27-ի դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 142-րդ հոդվածի առաջին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով։
Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, մինչ նոր հանդիպում։